Հարգելի հեռուստադիտողներ, Գալա հեռուստաընկերության եթերում կարևորի մասին հաղորդման հերթական թողարկումն է։ Տաղավարում հյուրընկալել են քաղաքագետ Ստեփան Դանելյանին։ Բարև ձեզ, պարոն Դանելյան։ Բարև ձեզ։ Եթե ամփոփելու լինենք այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին Բաղրամյան պողոտայում, ինչ կարող ենք ասել, հաղթանակ էր, թե ամեն դեպքում հիասթափություն, որ հարցը վերջնականապես լուծում չստացավ։ Իշխանությունը շատ կուզենար, որպեսզի հանրության մեջ այն կարծիքը ստեղծվեր, որ սա պարտություն է։ Իմ կարծիքով դա շատ կարևոր հաղթանակ էր, եւ հաղթանակ էր ոչ թե իշխանության նկատմամբ, այլ հանրությունը ինքը հասկացավ, որ ինքը ուժեղ է, հատկապես երիտասարդությունը, կարող է խնդիրներ դնել եւ որակական փոփոխություններ ապրեց։ Այդ առումով իհարկե սա հաղթանակ է եւ պետք է արդեն առաջ գնալ եւ արդեն ավելի ճիշտ աշխատել։ Մասնավորապես ինչ չարվեց, որ հաղթանակը վերջնականապես ամրագրվեր։ Իմ կարծիքով երիտասարդները չկարողացան կազմակերպչական աշխատանք տանել, որ կառույցներ ձևավորել, որոշումների ընդունման մեխանիզմ ձևավորել, որոնք շատ կարևոր են։ Եվ մենք տեսանք, որ վերջում արդեն խնդիրեր առաջացել, ճահճացումներ գնացել, որ հնարավոր չէր որոշում կայացնել, հա, ով որ ինչ որ առաջարկ են անում, առաջանում էր հարց դու ով ես, հա։ Այդ դա շատ լուրջ թերություն էր եւ դա բնական էր, որովհետեւ այդ ամեն ինչը նոր էր սկսվել, դրա համար ժամանակ է պետք եւ մյուս վտանգավոր բանը, որը կար, դա այն էր, երբ որ որևէ մեկի տեսակետի հետ համաձայն չեն լինում, արդեն որակավորումներ են տալի, դավաճան, թշնամի եւ այլն եւ այլն, նման բաները պետք է բացառել եւ դա ցավոք սրտի դառնում է նաեւ հանրային մշակույթ, նաեւ սոցիալական ցանցերում մարդիկ իրար դիմում են, ես իմ ինչ էր, կամ ինչ-որ վիրավորական ընդհանուր բառեր են օգտագործում եւ այլն, դա պետք է բացառել։ Եթե հանրությունը ինքը միմյանց նկատմամբ չեն կարողանում հարգանքով մոտենալ, բնականաբար իշխանությունը կամ այլ երկրները բնականաբար մեզ հարգանքով չեն մոտենա։ Մենք պետք է միմյանց հարգենք, մենք հասկանանք, որ մարդիկ կարող են տեսակետներ հայտնել, տեսակետները կարող են ընդունելի լինել, ընդունելի չլինել, դա նաև քաղաքական մշակույթ է, դա հաղթահարելուց դեպքում նույնպես այդ համերաշխության մթնոլորտը կարող է ձևավորվել։ Այնուամենայնիվ խնդիրը ճիշտ էր դրված։ Գուցե սկզբնական շրջանում ճիշտ էր դրված, սակայն հետագայում այն պետք է էվոլյուցիա ապրեր եւ նման տեսակետներ, որքանով ես հասկացել եմ, նույն երիտասարդների մոտ կային, հա, որ պետք է դնել պատասխանատվության հարց։ Հայաստանը մի երկիր է, որտեղ ոչ ոք ոչինչի համար պատասխանատու չի եւ դրանից օգտվում են իշխանությունները։ Ինչ է իրանից ներկայացնում հեծը, այդ ցանցերը դա Հայաստանի տնտեսական եւ իշխանական համակարգի փոքր մոդելներ, չէ՞, դա կարևորագույն հիմնարկ էր եւ այդտեղ համատարած կոռուպցիոն մեխանիզմներ էին, չէ՞։ Խնդիրը հետեւյալն էր, որ պետք էր բացել, պահանջել, որ բացվի այդ կոռուպցիոն մեխանիզմները, որը բնականաբար կունենար իր քաղաքական հետևանքները, այսինքն հրաժարականներ եւ այլն, հա, որտեղ մենք հասկանում ենք, որ այդ կոռուպցիան այս իշխանական համակարգի հիմքն է։ Վերացնում ես կոռուպցիան, այդ բուրգը սկսում է փլուզվել, որտեղ այդ բոլոր կապերը միմյանց մեջ այսօրվա նրանց ովքեր կան իշխանությունում, հենց այդ կոռուպցիոն կապերով են շաղախված։ Դրա համար հարված այդ ուղղությամբ պետք էր տանել, սակայն ես նորից կրկնվում եմ, այդ որոշումը փոխելու մեխանիզմը չկար, որտեղ սկզբում ինչ որոշում էր ընդունվել, ով ինչ ասում էր եւ կոնսենսում այն էր լինում, որ թողենք այն ինչ որ կար։ Եվ իմ կարծիքով նաեւ մյուս սխալը այն էր, որ պետք է ինքնուրույն փակել էին, ինքնուրույն պետք է բացեին եւ իջնեին եւ ասեին մենք փակել ենք, մենք բացել ենք, երբ որ պետք լինի նորից կգանք։ Այդ տեսակետները նույնպես շատ կային, սակայն մենք նույն խնդիրն ենք էլի հանգում, այդ որոշման ընդունման մեխանիզմը չէր ձևավորվել։ Ակտիվիստները կամ ամեն դեպքում հարթակում բարիկադների վրա ելույթ ունեցողները ամեն դեպքում սկզբում շեշտում էին, որ իրենց պայքարը քաղաքացիական է եւ այն չպետք է դուրս գա այդ սահմաններից։ Արդյոք դա խանգարեց ի վերջո, որ խնդիրը վերջնական լուծում չստացավ։ Ոչ, դա չխանգարեց, որովհետեւ մենք շատ ժամանակ բարերի գերին ենք դառնում, հա, այսինքն որ բարեր են ի հայտ գալի եւ մարդիկ որ այդ բարերի
խորքը չգնալով ինչ որ սկսում են այդ բառերի շուրջը պատտվել, ինչ որ այդտեղ արհեստական վեճեր են առաջանում։ Խոսքը երևի թե ոչ կուսակցականացնելու մասին էր, որովհետև կուսակցությունները այդ վերջի մի 20 տարում վարկաբեկված են Հայաստանում։ Իսկ ինչի են վարկաբեկված, դրա մի քանի անգամ մենք ասել ենք, չկա ընտրություն, կուսակցությունները մնում են քաղաքական դաշտում։ Ինչի համար են մնում, հա, երևի նույնպես այդ կոռուպցիոն մեխանիզմներին են մասնակցում, այլապես իմաստ չկա ընտրություն, դուք կանոնադրական խնդիրը չես կարող լուծել։ Այս առումով ցանկացած սոցիալական խնդիր, հատկապես եթե դրա հիմքում դրված է կոռուպցիան, դա քաղաքական խնդիր էր, եւ շարժումը հենց ի սկզբից քաղաքական էր։ Մենք այդ քաղաքական կուսակցական բառերից պետք է դուրս գանք։ Այսինքն խնդիրն այն էր, որ որևէ կուսակցություն այնտեղ իր դրոշը չբարձրացներ։ Երևի թե այդպես էր, ճիշտ կլինի, որ նույն շարժման ակտիվիստները այդ հարցին պատասխանեն, սակայն իմ տեսակետից կուսակցությունների վարկաբեկվածության խնդիրը գոյություն ուներ, եւ դրա համար կար պահանջ, որ չկուսակցականացվի։ Իսկ այդ ամենը բնականաբար քաղաքական պայքար, եթե գլխավոր փողոցը փակվում է, եթե իշխանության ամենավերին օղակներին ուլտիմատում է դրվում, չէ՞, եթե փողոցը փակում ես, դա ուլտիմատում է։ Ոնց կարող է դա քաղաքական չլինի։ Եթե մի խնդիր է դրված, որում խոշորագույն համակարգային կոռուպցիայի խնդիր կա, իհարկե դա քաղաքական պայքար է։ Պարոն Դանիելյան, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ամեն դեպքում չեն թաքցրել, որ հաջողվեց պարակտել շարժումն, արդյոք այդպես էր։ Խոսքը այն բանից հետո էր, երբ հավաքվածների մի մասը որոշեց ամեն դեպքում գնալ Ազատության հրապարակ, մյուսները շարունակեցին մնալ Բաղրամյան պողոտայում։ Ցանկացած շարժումում լինում են տարբեր տեսակետներ, դա բնական է, հակառակը չի կարող լինել։ Եվ բնականաբար տարբեր տեսակետները պետք է հաղթահարել, հա, վերջում հանրությունը որ ուղղությամբ գնում է, այդեն մյուսները իրենց տեսակետներից պետք է հրաժարվեն եւ միանան մյուսներին։ Ու իրականում այդպես էլ եղավ։ Ինչ վերաբերում է պարակտելուն, ապա իհարկե իշխանության հիմնական խնդիրը նման շարժումները պարակտելն է։ Դա տեխնոլոգիա է քաղաքական։ Եվ ես ուզում եմ հիշեցնեմ նույն Մաշտոցի պուրակի դեպքերը, որտեղ տարբեր քաղաքական եւ այլ տիպի հայացք ունեցող մարդիկ են միավորվել եւ բոլորը ունեին մեկ նպատակ։ Եվ դրանից հետո եւ այդ այլ զանազանության օրեր, թե ինչպես էր կոչվում, մի իրադարձություն եղավ, երբ որ նույն երիտասարդները բաժանվեցին երկու մասի եւ միմյանց մեջ անգամ ֆիզիկական ընդհարում եղավ եւ ըստ էության դա հրահրված էր իշխանության կողմից եւ այդ Մաշտոցի պուրակից հետո եղած համերաշխության մթնոլորտը քանդվեց։ Բնականաբար այստեղ նույնպես դա պետք է կատարվի եւ դրանց հաղթահարելու մի եղանակ կա։ Մարդիկ պետք է այն պարզ հասարակ եւ բոլորի կողմից ընդունելի սկզբունքների շուրջը միավորվեն։ Այդ սկզբունքները կարան մարդկանց միավորել եւ թույլ չտալ պարակտվել։ Այսինքն այս ամենը դաս կլինի հետական նախաձեռնություններին ավելի, այսպես ասենք, պրոֆեսիոնալ պատրաստվելու։ Բնականաբար բոլոր այդ ակտիվիստները փորձ են հավաքվել եւ հիմա արդեն ժամանակ կա վերաիմաստավորելու այդ ամենը, վերլուծելու սխալները, գնահատելու հաջողությունները եւ դրանց հիման վրա դասեր քաղել եւ ճիշտ շարունակել հետագա գործողությունները եւ նաեւ պետք է հասկանան, որ այստեղ նաեւ տեխնոլոգիաների խնդիր կան եւ սոցիալական տեխնոլոգիաներ եւ միջանձնային հարաբերություններ եւ քաղաքական եւ մարդկային բազմությունը կառավարելու վարպետություն եւ նաեւ խնդիրները ճիշտ դնելու եւ այդ ինչ նորից կրկնում եմ որոշումների կայացման մեխանիզմներ, լեգիտիմ մեխանիզմներ ձևավորելու։ Բնականաբար այդ հարցերը իմ կարծիքով պետք է քննարկեն եւ հետեւություն անեն։ Իսկ այս դատարը հօգուտ ժողովրդի է, թե այնուամենայնիվ հօգուտ իշխանությունների։ Ամեն ինչ չի հօգուտ որևէ մեկի է լինում, ցանկացած process կարող է օգուտ լինել մեկին, մյուսին եւ այլն։ Խնդիրը այն է, որ այդ process-ից պետք է ճիշտ օգուտներ քաղել եւ կարողանալ այդ process-ները ուղղորդել։ Սա տևական գործընթաց է։ Մի քանի օրում Հայաստանի խնդիրները անհնար է լուծել, բնականաբար այդ գործընթացները պետք է շարունակվեն եւ
Այն մարդիկ, որոնք ուզում են երկրում լինեն լուրջ փոփոխություններ, լուրջ պետք է պատրաստվեն նման զանգվածային միջոցառումներին։ Պարոն Դանիելյան, ինչ խնդիր ունի իր առջև դնելու քաղաքացիական հասարակությունը։ Պարբերաբար հայտարարվում է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը զարգացել է, այդպես է, թե այնուամենայնիվ կան խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն։ Քաղաքացիական հասարակությունը, տնտեսությունը եւ քաղաքական կյանքը դրանք գործընթացներ են, հա, գործընթացների ընթացքում տրանսֆորմացվում են, նոր բովանդակություն են ձեռք բերում։ Ինձ համար ամենաարժեքավորը, որ կարող է լինել, դա հանրության ձևավորումն է։ Հանրությունը դա ցանցային կառույց է, տարբեր մարդկանց խմբերը միավորվում են միմյանց հետ, ընդհանուր հանրային խնդիրներ են դնում, հանրային քննարկումներ են լինում։ Եթե չլինի զարգացած հասարակություն, այսինքն որը մենք անվանում ենք քաղաքացիական հասարակություն, ապա երկրում միշտ կառաջանան նման իշխանություններ, որ կփորձեն զբաղվել կոռուպցիայով, այսինքն հասարակությունը կայացած պետք է միշտ ճնշի։ Այդ առումով, այսինքն Հայաստանում ինչ-որ դրական process-ներ գնում են եւ մենք չպետք է հասկանանք այսպես, որ կան կուսակցություններ, կան կրոնական կազմակերպություններ, սրանք էլ քաղաքացիական հասարակությունը այդ ամեն ինչն է, եւ կուսակցությունները, եւ կրոնական կազմակերպությունները, եւ մասնագիտական ինչ-որ խմբերը, մամուլը, հեռուստատեսությունը եւ այլն, հա, որտեղ ձևավորվում են հանրային կարծիքներ, հանրային ակցիաներ։ Այսինքն քաղաքացիական հասարակությունը մենք բոլորս ենք, այսինքն մենք բոլորս պետք է կազմակերպվենք։ Եվ երբ որ դնում են անկախության հարց, այս երկիրը ինքնիշխան չի, երկիրը չի լինում ինքնիշխան, հանրությունն է լինում ինքնիշխան։ Եթե հանրությունը կազմակերպված, այլ իր իշխանությունները իրեն են ենթարկում եւ ինքը անկախ երկիր է։ Կարևոր չի դեռ ՄԱԿ-ի անդամ ենք, թե չէ, երբ որ հանրությունը թույլ է, հատկապես Հայաստանի նման փոքր երկրներում, իշխանությունը կախված է լինում մեկ այլ երկրից, ինչպես մենք տեսնում ենք, եւ այդ երկիրը չի կարելի անվանել անկախ, այսինքն քաղաքացիական հանրությունից է կախված նաև անկախության փաստը։ Եվ վերջում, պարոն Դանիելյան, ինչ է կարծում, ինչպես արթնացնել նորից շարժումը, ինչ խնդիրներով պետք է այս անգամ արդեն քաղաքացին համախմբվի եւ դուրս գա փողոց։ Իմ կարծիքով խնդիրը դա պատասխանատվության հարցն է։ Երբ որ Հայաստանում լինի պատասխանատվության խնդիրը պատասխանատվությունը կայանա, ապա մենք արթնանանք այլ երկրում եւ ես ուզում եմ մի շատ կոպիտ օրինակ բերել։ Շատերը կարծում են պետք է դնել իշխանափոխության հարց եւ այլն, հա, մենք դա ամեն ինչ տեսել ենք, ոչ մի բանի չի բերել։ Եթե մեկ դատական գործի ժամանակ հանրությունը կարողանա շրջապատել այդ դատական գործընթացը, ստիպել, որ պատժվի մեղավորը, այլ ոչ թե անմեղը, իսկ եթե մեղավորը դա ոստիկան է կամ պետական պաշտոնյա, եւ ստիպի, իմացեք, երկիրը փոխվում է։ Այսինքն փոխվում է նման հարցերից, ոչ թե օդի մեջ ասած հեռացի, այսինչ հեռացի, այնինչ հեռացի, կոնկրետ խնդրի վրա է երկիրը փոխվում։ Հարգելի հեռուստադիտողներ, Գալայ հեռուստաընկերության եթերում կարևորի մասին հաղորդման հերթական թողարկումներ տաղավարում հյուրընկալել էին քաղաքագետ Ստեփան Դանիելյանին։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք։